Ոմանք չեն փնտրում սեր, այլ միայն խաղ, ինչպես բացահայտել տղամարդուն, որը կապ չի ուզում, բայց գրավում է ձեզ։ Կինը հաճախ մտածում է, եթե նա հետաքրքրվում է ինձանով, գրում է, կերպարով իդեալական է թվում, ուրեմն ուզում է հարաբերություն։ Ցավալի իրականությունն այն է, որ բոլոր հետաքրքրված տղամարդիկ չեն գալիս հարաբերության համար։ Ոմանք ուզում են միայն զգացմունքի դոզա, ցանկության բավարարում եւ ստանալ առանց վերադարձի։ Նրանք կարող են նուրբ լինել, հոգատար, սիրալիր խոսքեր ասել, բայց նպատակն այլ է՝ հաճույք առանց պատասխանատվության։ Պիկապ մշակույթը ծնվեց տասնամյակներ առաջ որպես գրավելու տեխնիկա։ Սկզբում կարծես անմեղ, սովորեցնել ամաչկոտ տղամարդուն ինչպես մոտենալ, խոսել, շփվել։ Բայց տարիների ընթացքում շատերը այն վերածեցին մանիպուլյացիայի լեզվի, որով խաղում են կնոջ երազանքների վրա, ներս են մտնում նրա հոգեվիճակի մեջ, ստեղծում են կախվածություն, որից դժվար է դուրս գալ։ Այսօր հազարավոր աղջիկներ գիտակցում են միայն այն ժամանակ, երբ արդեն հոգեպես կապվել են, իսկ տղամարդը անհետացել։ Որպեսզի դա ձեզ հետ չկրկնվի, եկեք խորությամբ հասկանանք, ինչպես մեծ հավանականությամբ ճանաչել նրան, ով չի եկել կենսաբանական ու հոգևոր միության համար, այլ միայն խաղալու։ Առաջին, նա արագորեն կառուցում է իդեալական կերպար, հատուկ ձեզ համար։ Այդպիսի տղամարդը հաճախ ունակ է շատ արագ կարդալ կնոջը։ Երբ հանդիպում եք, նա դիտում է ինչն է ձեզ հուզում, ինչից եք վախենում, ինչ եք փնտրում։ Եթե տեսնում է, որ երազում եք ընտանիքի մասին, նա կարող է ակնարկել, թե ինքն էլ ուզում է երեխաներ։ Եթե ասում եք նախկինը վատ էր վերաբերվում, նա կպատմի, որ իրեն էլ մի օր չէին գնահատել։ Նա կառուցում է ձեր ուզած տղամարդու ճշգրիտ դիմանկարը։ Սա նման է թատրոնի։ Նա դառնում է այն դերասանը, ում կերպարը ձեզ դուր կգա։ Դուք մտածում եք վերջապես մեկը, որ ինձ հասկանում է։ Բայց իրականում հաճախ նա պարզապես գուշակեց, թե ինչ եք ուզում լսել։ Իսկ իսկական կապն աճում է ժամանակի ընթացքում, ոչ առաջին տպավորության հմայքի վրա։ Երկրորդ, հույզերի կործանում։ Շատ կրքոտ սկիզբ, հետո անհետացում։ Նման կապերում զգացմունքները չեն զարգանում հավասար, հանգիստ ու բնական։ Այստեղ ամեն ինչ կամ չափազանց գեղեցիկ է, կամ ցավոտ անորոշ։ Սկզբում անսահման ուշադրություն, հաճոյախոսություններ, անակնկալներ, հետո լռություն, չպատասխանած հաղորդագրություններ, ուշացած զանգ, նորից մեղմություն, ներողություն, շոկոլադներ, գրկախառնություն, հետո կրկին անհետացում։ Կինը մտնում է գերծանրաբեռնված հուզական փուլ, մտածում է ինչ սխալ արեց, ինչու է նա փոխվել, ու որպես արդյունք անգիտակցաբար ավելի է կապվում նրան։ Հոգեբանությունը պարզ է, երբ քաղցրը գալիս է անհարմար ցավի միջից, այն ավելի թանկ է թվում։ Սա է կախվածության մատույցը։ Երրորդ, մրցույթի դաշտ է ստեղծում, կինը պետք է ապացուցի, որ արժանի է իրեն։ Նա կարող է աննկատ խաղացնել ձեր ինքնագնահատականի վրա, նուրբ, բայց խայթող արտահայտություններով։ Քո տարիքը արդեն պահանջում է մտածել։ Ինձ համար իսկական կինն է պետք։ Գուցե դեռ չեմ հասկացել, դու ես թե նախկինս։ Դուք սկսում եք լավագույնը լինել, որպեսզի նրան պահեք։ Սա արդեն ոչ թե սեր է, այլ մրցավազք։ Կինն ասում է ինքն իրեն. Եթե մի քիչ էլ ջանամ, նա կտեսնի, որ ես եմ նա։ Իսկ իրականում նա պարզապես տրիգեր տվեց, եւ դուք կատարում եք այն, ինչ ցանկանում էր, առանց հասկանալու։ Չորրորդ, ֆիզիկականը արագ է, իսկ հոգևոր բացվելը փակ։ Նրա մոտ մոտիկությունը արագ անցնում է մարմնով, ոչ հոգով։ Շատ արագ գրկում է, դիպչում է, մոտ կանգնում է, բայց իր անձի մասին գրեթե ոչինչ չեք իմանում։ Որտեղ է աշխատում, ով է ընտանիքը, ում հետ է ապրում, ովքեր են ընկերները, ուր է տանում կյանքը։ Պատասխանը հաճախ մշուշոտ է, անորոշ, շրջանցող։ Նա չի ներս բերում ձեզ իր իրական կյանք, նա թույլ չի տալիս տեսնել իրեն առանց դիմակի։ Իսկ հարաբերության մեջ ամենագեղեցիկը հենց դա է, երբ մարդը բացվում է իրականությամբ, ոչ դերերով։ Հինգերորդ, չափազանց ինքնավստահ, սահում է անձնական տարածք ու անտեսում սահմանները։ Նա չի կարդում, թե դուք որքան եք հարմար զգում, շատ արագ է մոտենում, շոշափում, ոչ միշտ հարցնելով «Կարո՞ղ եմ»։ Այս վստահությունը կարող է առաջին հայացքից գրավիչ թվալ, բայց իրականում դա հաճախ վերահսկողության փորձ է, ոչ քաջություն։
Իսկ իրականապես մոտենալ ցանկացող տղամարդը առաջնահերթ կհարգի ձեր սահմանները։ Կլսի դանդաղ, կընդունի այժմ չէ, եւ դուք դա կզգաք։ Հիմա միայն մի բան սահմանենք զուտ անկեղծությամբ։ Մարդը, որը գալիս է գնում է առանց բացատրության, ձեր սրտում անորոշություն ու սպասում թողնելով, դեռ չի հասունացել հարաբերության համար։ Եզրափակում. դուք կապի, ուշադրության ու հարգանքի արժանի եք։ Անկախ նրանից, թե ինչ կերպար է նախաղում, եթե չկա կայունություն, խոր շփում, հստակ ներկայություն, դա խաղ է, եւ խաղերը միշտ ավարտվում են հոգնածությամբ։ Արժե հիշել, հարաբերությունը հանգիստ է, ոչ մշտական տենդ։ Սերը լսում է, ոչ միայն խոստանում։ Իրական տղամարդը չի անհետանում, հետո չի վերադառնում գիշերվա ուշ բարով հաղորդագրությամբ։ Նա ներկայանում է ձեր կյանքում, ոչ միայն ձեր զգացմունքներում։ Դուք կարող եք ընտրել, եւ ձեր ընտրությունը արժեք ունի։ Թող ձեր կյանքում լինեն մարդիկ, ովքեր չեն մնում որպես հանելուկ, այլ բացվում են, գալիս են, մնում են ու կառուցում են կողքիդ։